Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալի կրկին փաթեթ ենք բացելու, unboxing կանենք, տեսնենք թե ինչ զարդ եմ ես բացել այս անգամ։ Շատ հետաքրքիր զարդ է, եկեք միասին նայենք։ Ինչպես տեսնում եք, նռնակար է, շատ եմ սիրում այս քարը, կյանքի խորհրդանիշ հանդիսացող քար է նռնակարը, նաև կյանքի շարունակության սիմվոլիկա, շատ հարուստ երանգներ ունի, և եթե փականին ուշադրություն դարձնեք, պարզ երևում է, որ վինտաժային զարդ է։ Նռնակար վզնոց, վինտաժային փականով, նռնակարը համարվում է կյանքի խորհրդանիշ, կյանքի շարունակության խորհրդանիշ, շատ եմ սիրում այս քարը իր գունային խորությամբ, իր գեղեցկությամբ, շատ գեղեցիկ է։ Չոկեր վզնոց է, որը կարելի է համադրել այլ բարակ նուրբ վզնոցների հետ։ Ես հաճախ եմ բնական քարերը համադրում արծաթագույն կամ ոսկեգույն վզնոցների հետ։ Բազմաշերտ, մի քանի անգամ շահեկան է նայում և նորաձև, ավելի ակտուալ, քան միայն վերցնես ու կրես այսպիսի շարան, դա նույնը չէ, ինչ որ կրես մի քանի բազմաշերտ վզնոցների հետ։ Նաև կարելի է կրել այս վզնոցը որպես թևնոց, չափսը թույլ է տալիս։ Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ այս վզնոցը, չոկերը, կարելի է օգտագործել որպես նաև թևնոց, այսինքն ստացվում է մեկ զարդ երկուսի փոխարեն, կարելի է կրել և որպես թևնոց, և որպես վզնոց։ Ունեմ 3 հատ փաթեթ, առաջինը Իտալիա, Իսպանիա և Ֆրանսիա։ Կբացեմ առաջինը Իտալիան, տեսնենք ինչ կա այստեղ։ Որտեղից սկսենք բացել, երևի այս հատվածից։ Մի քիչ դժվար է, բայց ոչինչ, գեղեցկությունը զոհեր է պահանջում։ 1, 2, վերջապես եկավ իմ երազանքների զարդը։ Դուք գիտեք, որ ես առանձնահատուկ սեր ունեմ սառը Coventry-ի հանդեպ, և սա այդ դեպքն է։ Տեսեք, ինչ գեղեցիկ վզնոց է, որը տրանսֆորմեր է, նաև հիմա ես ցույց կտամ այս ամենը մենք միասին կնայենք։ Նախ տեսեք, ինչքան գեղեցիկ ձյունաճերմակ արծաթագույն բրոշ է։ Ահա, այստեղ կա մարկիրովկան սառը Coventry։ Բրոշը ֆունկցիոնալ է և նայեք, այս զարդը տրիո է հանդիսանում, 3 ձևով կարելի է օգտագործել, եթե ոչ 4։ Ուրեմն, ինչ կերպով հնարավոր է սա կրել, հիմա ես ցույց կտամ, հիմա եկեք ձեզ ցույց տամ, ինչպես կարելի է սա կրել։ Պարզապես այսպիսի սև հուլունքներ, սա մեկ տարբերակ։ Երկրորդ տարբերակը, երբ բրոշն ենք առանձին կրում։ Երրորդ տարբերակը, երբ բրոշը և հուլունքները փորձում ենք միասին կրել, ահա այսպես։ Սա մեր մոտ երրորդ տարբերակն է։ Չորրորդ տարբերակը, երբ սա ենք ամրացնում այստեղ, ահա այսպես։ Սա արդեն ամբողջական զարդն է, տրիոն, 3-ը միասին, սա մեր մոտ արդեն չորրորդ տարբերակն է համարվում։ Եվ 5-րդ տարբերակը, երբ կհանենք բրոշը, այս գեղեցիկ բրոշը կհանենք ու այսպես կկրենք և այսպես։ Սա էլ հաջորդ տարբերակն է, տեսնում եք, ըստ տրամադրության, քանի ձևով կարելի է կրել այս զարդերը։
Բազմաթիվ տարբերակներով կարելի է գրել այս զարդը, հիացած եմ այս զարդով, տրանսֆորմեր զարդ է և սառը կովինտի, այսինքն երկու իմ ցանկալի բաները մեկտեղ։ Ես սիրում եմ այս բրենդը և սիրում եմ տրանսֆորմեր զարդեր։ Շատ ուրախ եմ այս գնման համար։ Տեսնենք ինչ գեղեցիկ զարդ է այստեղ թաքնված։ Տեսնենք ինչ գեղեցիկ զարդ է այստեղ թաքնված, հապա։ Անվտանգության բարձիկներով։ Վաու, ինչպիսի շքեղություն։ Սա ուրեմն շարֆի կախազարդ է, այստեղ անց են կացնում շարֆը այս մեջտեղից ու այսպես փակում, այս հատվածը ընկնում է հանգույցի վրա շարֆի, վառվող ու փայլուն կրիստալներում։ Երբևիցե տեսել եք փաթեթի մեջ ևս փաթեթ, սա այդ դեպքն է։ ԵՒս մի փաթեթ և ևս մի փաթեթ։ Եթե նկատեցիք, բնական մարգարտե թևնոց է, գետի մարգարիտներից պատրաստված, ահա այսպիսի մի թևնոց, որը ի դեպ ունի վինտաժային գեղեցիկ փական, մարգարտե էլեմենտով, բնական գետի մարգարիտներով գեղեցիկ թևնոց է։ Հիմա դուք տեսնում եք սեղանին մի հետաքրքիր աքսեսուար, գեղեցիկ ճապոնական թեյնիկ, ահա այսպիսի մի թեյնիկ եք տեսնում, ճապոնական ծագումով, կավից, բամբուկից, ինչա կոչվում սա, բամբուկե պոչով, սա արված է նրա համար, որ ձեռքերը չվառվի, որովհետև այս թեյնիկը մշտապես տաք է լինում, հիմնականում դնում են վառարանի ներսում, բայց ես սովորաբար այս թեյնիկի ներսում թմրում եմ ուրձ, սարերի ուրձ, շատ լավ է թրմվում և բավականին երկար ժամանակ տաք է մնում, ահա այսպիսի հարմարանք կա ներսում, որը նույնպես ի դեպ կավից է, ահա այսպիսի հարմարանք կա ներսում, որը նույնպես ի դեպ կավից է, այստեղ տեղադրում եմ ես խոտաբույսերը կամ թեյի տեսակները, որևիցե իմ տեսականոց մի փունջ, հիմնականում ուրձ եմ թմրում, բայց այս կավե գեղեցիկ կուժանման թեյնիկում, վինտաժային թեյնիկ է, բավականին որակյալ, կարևոր է, որպեսզի թեյը տաք մնա, բայց սա վաճառվել է, ինչ-որ մի կոլեկցիոներ է գնել և արդեն այն կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Ինչ կանեմ, ես հնարավորինս լավ կփորձեմ պաշտպանել, ուրեմն շատ կարևոր է բոլոր դետալները ապահով փաթեթավորել ու առանձին։ Ահա այսպես, սա այսպես, սա էլ այսպես, այս ամբողջը, իմիջայլոց այս կոթն էլ է կարևոր առանձին փաթեթավորել, որպեսզի հանկարծ չկոտրվի, որովհետև հնարավորություն չկա հանելու, սա էլ այսպես, և ընդհանուր առմամբ թեյնիկը տարբեր կողմերից շատ լավ փաթեթավորել է պետք, այս պղպջակավոր տոպրակները խնայել պետք չի, այս մյուս կողքից էլ դնեմ, տարբեր կողմերով, այս քթի մասը պետք է լավ պաշտպանել թեյնիկի, ահա այսպես, հիմա ես այս ամենը կսկոճեմ, որպեսզի թեյնիկը ընդհանրապես չշարժվի տուփի մեջ։ Որոշեցի ևս մի քանի շերտ այս տոպրակից ավելացնել, անխնա կերպով, առանց ափսոսալու, որպեսզի թեյնիկը չկոտրվի։ Այս թեյնիկը կարելի է շատ լավ
ուրեմն համադրել կճուճների, կավի կճուճների հետ եւ շատ գեղեցիկ խոհանոցային լուծում ստանալ, գեղեցիկ կոլորիտային միջավայր, հայկական ինչ-որ կավե կճուճներով, գորգանման, կարպետանման սփռոցներով շատ գեղեցիկ կնայվի։ Հիմա սկոճեմ։ Եվ տեսեք ինչ եմ արել, արկղը նորից դրել եմ արկղի մեջ, որպեսզի հանկարծ չկոտրվի, շատ գեղեցիկ իր է, չեմ ուզենա կոտրվի, ճայքի, վնասվի, ուզում եմ, որ ամբողջական վիճակով հասնի տեղ։ Դրա համար լավագույն տարբերակը արկղը եւս մեկ արկղի մեջ դնելն է, կողքերն էլ ֆիքսել եմ, ահա այսպիսի թերթերով։ Ահա եւ վերջ, իմ փաթեթը վերջնական այսպիսի տեսք ունեցավ, ես վրայից եւս մեկ պաշտպանիչ շերտ այսպիսի պոլիէթիլային տոպրակ անցկացրեցի, որ համ կոկիկ լինի, համ էլ եւս մեկ անգամ պաշտպանված լինի։ Ահա այսպես կարող ենք փաթեթավորել փխրուն իրերը, սա մոտիվացիա ձեզ համար, լավ օրինակ որպես, եթե դուք էլ ունեք փխրուն իրեր, որոնք ունեն փաթեթավորման կարիք, փաթեթավորեք 2 շերտով տուփերի մեջ, այսինքն տուփը տուփի ներսում եւ վրայից էլ այսպիսի պոլիէթիլային տոպրակ, հավելյալ պաշտպանություն, որպեսզի տուփը չբացվի, թեպետ ես շատ լավ եմ սկոճել։ Եվ ամենակարևորը տուփերի մեջ եւ արանքներում պետք է լինի ուժեղ ֆիքսացիա, թղթեր, պղպջակավոր տոպրակներ, որպեսզի իրը չշարժվի տուփի մեջ։ Այ դա շատ կարևոր է, բացի ամուր տուփ ունենալը, պետք է այնպես ֆիքսել այդ փխրուն իրը, որպեսզի տուփի մեջ չշարժվի, չտեղաշարժվի ու չփշրվի։ Ահա տարբեր կողմերից գրել եմ ֆրաժիլ, այսինքն փխրուն, ու տարբեր կողմերում բարձրել եմ, հուսանք, որ առաքիչները կլինեն շատ բարեխիղճ եւ ուշադիր։ Այստեղ նույնպես հասցեի մոտ գրած է, նշանն էլ արված է, որ ուշադիր լինեն։ Ահա այսպես։ Դե բարի ճանապարհ, bon voyage։ Յուրաքանչյուր զարդ ոչ միայն զարդարում է մեր հագուստը, տալով մեզ ինդիվիդուալ ոճ, այլ նաև հանդիսանում է մեր այցեքարտը, ներկայացնելով մեր ճաշակը, մեր նախասիրությունները, մեր ուրույն ոճը։ Շտապեք գրել զարդեր, եթե դուք սիրում եք զարդեր եւ ունեք մոտիվացիայի կարիք, անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ մշտապես ունեցեք մոտիվացիա, գեղեցիկ եւ հիասքանչ զարդեր գրելու, ինչպես նաեւ ձեր ունեցածը միքսելու ձեր հագուստների հետ, ստանալով ձեր ուրույն ոճը եւ ներկայանալու առավելագույնս հետաքրքիր կերպարներով։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիր արժևում է, կհանդիպենք շատ շուտով։